նոր ինֆորմացիա փոխանցեմ, որովհետև քան դուք եք տեղյակ, հիմա ես եմ այդ Ինչպես է Գևորգ Վարդանյանը ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնում։ Վայ, շատ ջերմ, շատ ուրախ, միշտ իրանք գալիս են իրանք արձակողներին Հայաստան եւ դա ամփի անհամար ընկերության քանակ է, որոնց համար մեր տանը սեղաններ է սկսվում եւ գնում են իրանք միշտ հանգստանալու ջանցախածոր, միշտ մի քանի օրով ընկերների հետ ինքը շատ ընկերասեր է եւ մեր շատ ընկերներ։ Գևորգ Վարդանյանը ձեզ ինչ է սովորեցրել հայրենասիրության, արժանապատվության եւ պատասխանատվության մասին։ Ինքը ոնց ասեմ, չի սովորեցրել, մենք ապրել ենք դրա մեջ, ինչքան մենք իրար հետ ունեցել ենք հնարավորություն շփվելու, շատ երկար ենք ունեցել, հա, ես նույնիսկ իրանց հետ առանձին 4 տարի բնակվել եմ Մոսկվայում, հա, մեկնան մեջ, եւ դա մեր համար սովորեցնելու չէ, դա ի սկզբանե իրենց կողմից դրված էր, իրանք շատ հայրենասեր էին եւ ինչ անում էին հայրենիքի համար, այն ժամանակ հայրենիքը մեկն էր, Ռուսաստան, Հայաստան, մտնում էր ԽՍՀՄ-ի ցանկի մեջ, բայց որ այդ բաժանումից հետո ինքը չէր տարանջատում ոչ Հայաստանը, ոչ Ռուսաստանը, ինքը միշտ փորձել է լինել կապող օղակը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ, նաեւ դիվանագիտական, եւ ինքը միշտ ասել է, ես ունեմ երկու հայրենիք, եւ իր դերը կապի մեջ Հայաստան-Ռուսաստան մեկը շատ մեծ գործ է։ Գևորգ Վարդանյանը ինչ խորհուրդներ տալիս է եւ առնչվում է խնդիրների, դժվարությունների հետ։ Ինքը ինձ սովորեցրել է լինել ազնիվ եւ չվախենել ասել ճշմարտությունը, որովհետեւ ինքը սովորեցրել է, եթե ինչ-որ խնդիր կա, բարձրաձայնել խոսել, երեք հատ խոսել, ամենակարևորը ինչ սովորեցրել է, որ ամեն խնդիր լուծում է խոսելու ընթացքում, նույնն է ես իմ երեխային եմ սովորեցնում, որ եթե ամեն սխալ, եթե ինչ-որ մի բան այն ձև չի գնում, ինչպես պետք է որ լինի, մտածում ես, որ ճիշտը դա է, ինչ-որ փորձում ես խափել կամ ինչ-որ բան անել, պետք չէ, ավելավա ճիշտ ասել եւ փորձել ելք գնել ամեն ինչից։ Տարեկան պատմություն պատկերների մասին, որ ցուցակների մարդկությունը հոգնել։ Այնքան շատ է, գիտեք, ոնց որ ես երբեք չեմ առանձնացրել, հա, որ փորձեմ Սա ապրելակերպ է, ոչ թե ինչ-որ հատուկ դրվագ էլի, օրինակ, բան չի, կյանքի։ Եվ որ ես ասեցի իմ ամուսնու հետ հանդիպել, ես միակ մարդում էր ընտանիքում, հետ կիսվում էի, դա Գևորգ Վարդանյանն էր, հա, առաջին ես իրան պատմեցի, որ սենց համարդու հետ եմ հանդիպում, ինքը ինձ հարցրեց, ռուսերեն հասկանում եք, հարցրեց, չեմ ուզենում այդ, այդյան շախմատիստ, ու իմ ամուսինը օլիմպիական չեմպիոն է, հա, շախմատի, ես հենց նայեց լուրջ իմ դեպքին, հարցրեց, ապա պրոֆեսիա ուքտո, դրանից հետո, ոնց որ իմ մեջ արդեն հարց առաջացավ, հետո ինքը ինձ նստեց, ասեց իմ համար, ասում որ նույն սխալ չհասկանաս, ու պրոֆեսիալ լիքը հաջողությունների հասած, հասկանալի աշխատանքիստը, ինքը ինձ ասեց, ինձ կարևոր չի, ինքը բժիշկ կա, դիվանագետ, ինքը կարևոր է լինի մարդ, իր համար ամենաերևի, չգիտեմ, կարևոր հատկանիշը դա մարդ լինելն է, ոնց որ դա էր, հա, որ մենք էլ առաջնորդվում ենք մարդուն չեն գնահատում, իր ունեցվածքով, իր արժեքներով, իր ամեն ինչով, այլ պարզապես մարդ տեսակ լինելով։ Կարողացա, որտեղ գիտեք, ոնց ես իրան չեմ առանձնացրել որպես հերոս, հա, ինքը իմ համար, ու իմացել ենք ամեն ինչ եղել է ընկեր պապիկ։ Դրա համար ինձ համար դժվար է ինչ-որ դրվագներ առաջ ներկայացնել։ Իսկ որ արժեքներն են ամենից շատ կարևորը Գևորգ Վարդանյանը եւ փորձում ձեզ փոխանցել։ Հայրենասիրություն երևի, ինքը ոնց ասեմ, ցավոք մենք չունենք այսօր այնպիսի կերպար, հա, ու Հայաստանում չգիտեմ որտեղ, որը այդպես սիրեր իր հայրենիքը։ Իրոք հայրենիքի սերը իրանց թե գոհարի, թե Գևորգի եղել է աննկարագրելի,
նույն որ պատկերացնենք, իրենք ունեցել են շատ մեծ հնարավորություններ արտերկրում աշխատելով երկար տարիներ, իրանք խոշոր բիզնեսների մեջ են եղել եւ շփվել են շատ բարձր աստիճան մարդկանց հետ եւ ունեցել են ահռելի ունեցվածքներ դրսում։ Առաջին բանը իրենք երբ վերադարձել են իրանց կամանդիրովկայից արդեն ավարտվել է 85-4 թվականին, իրանք ամեն ինչը նվիրել են հայրենիքին։ Հիմա դա ինձ թվում է ամենաեզակի դեպքը, որ կարող է լինել, երևի թե չի ելին։ Նշեք դեպքեր Գևորգ Վարդանյանը իր խիզախությամբ և վճռականությամբ մեծ տպավորություն է թողել ձեզ վրա։ Երևի երբ գիտակցել եմ Տեհրան 43-ի արժեքը պատմության մեջ է դեպքում։ Թե չէ ընտանիքի մեջ ասում եմ իմ համար պապիկ ա եղել եւ ես չեմ նայել իր ասածին արարքին, ինչ որ ոնց որ շատ երևի թե ցավոք, բայց ես ընկալել եմ իրան որպես հարազատ մարդ, բայց երբ որ ես հասկացել եմ Տեհրան 43-ի նշանակությունը ընդհանուր աշխարհի պատմության մեջ, դա ամենամեծ խիզախությունն է եւ թե դա ոնց է արվել 14-16 տարեկան երեխաներով։ Ինչ օրենքներ Գևորգ Վարդանյանը ձեզ տալիս ուսման կարիերայի կամ ընկերների հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու համար։ Ասեմ ձեզ, ես աշխատել եմ 18 տարեկանում իրան մեկ ասած բառի համար։ Ինքը, քանի որ ես միակ թողն եմ եղել հայ, իրենց սա ամբողջ ընտանիքում, իմ համար արվում էր ամեն ինչ եւ մի անգամ Գևորգ Վարդանյանը ինձ վրաց ասեց, մենք որ չլինենք դու ոնց ես ապրելու եւ քանի որ ես մեծացել եմ այնց հասիվով ընտանիքի մեջ, ես լինելով առաջի կուրսի ուսանողի ընդունվեցի այն ժամանակ Մարիոտ աշխատելու եւ ես աշխատում եմ օրվա առավոտվա 5-ից էի գնում աշխատանքի, սովորում էի, հետո գիշերը 12-ին էի գնում սմենաներով էր աշխատանքի, առավոտ նորից սմենան խաղում էր, առավոտ 5-ին արտանում էի գնում աշխատանքի, տենց 6 ամիս անց պապիկս նստեց, ասեց, ես հասկացա, որ դու մարդ կդառնաս եւ դու կարող ես աշխատել գումար վաստակել, խնդրում եմ դուրս արի աշխատանքից, ուսումը կավարտի, հետո դեր Իրան մեկ ասած բառին համար, իմ համար եւ 18 տարեկանից առայս գրեթե շատ քիչ փուլ եղել, որ չեմ աշխատել։ Գևորգ Վարդանյանի որ հատկություններ նրա բացառիկ մարդ դարձնում ձեզ։ Մարդ լինել, հայրենիքից մարդ լինելը, ինքը երբ մտնում էր հիմնարկ, իրանց որտեղ ինքը աշխատում էր համ, վերադառնալուց հետո, դա կավլատերի մասին խոսում գնում, ինքը հավաքարարից բռնած, մինչև գեներալ, ինքը հավասար էր վերաբերվում, երբևիցե չէր թերագնահատում, ու երևի թե մանկությունից ինձ միշտ սովորացրել են, նույնն է ես իմ տղային եմ ասում, որ մարդը, որ փողոց է հավաքում, դու իրան պետք է շնորհակալ լինես նրա համար, որ քո փողոցի մաքուր է, դու մաքուր ես շնչում։ Եվ միշտ ինքը ոնց որ հավասարաչափ մարդկանց վերաբերվում է։ Իսկ որ պատմություններ, որ ձեզ վրա մեծ ազդեցություն է թողել։ Ընդհանրապես, նայում եմ ասում 43-ը եւ ասում եմ, որ դա իր կարիերայի ամենաչնչին փոքր մասն է, մնացածը դեռ բաց է այդ մանկուլում է եւ չգիտեմ մենք կիմանանք դրա մասին, թե ոչ։ Եթե ես հասկանում եմ Տեհրան 43-ի նշանակությունը այդ պահին, որ աշխարհագրական ամեն ինչը կարող էր փոխվել, դա չնչին մասն է, թե ինչեր է արվել, իրոք չեմ կարող պատկերացնել։ Իսկ որ խոսքն է Գևորգ Վարդանյանի ամենակարևորը ձեր համար։ Բոլոր կորուստները ինչ տևել է։ Ինչ է Գևորգ Վարդանյանը ձեզ պատմել։ Ինչ է ինձ պատմել, եթե գրես, այն է պատմել, ինչ որ բոլորը գիտեն, ուրիշ ինֆորմացիայի մեջ չենք իրապետում։ Գաղտնիքներ են ուզում ասել։ Գաղտնիքները։ Եվ իմ տղան ունի երկու անուն, Դավիթ Գևորգ։ Գևորգը դա Գևորգ Վարդանյանի պատմում։
Ես ինչ-որ շատ ուրախ եմ, որ հիմա ինքը չի տեսնում այն ամենը, ինչ կատարվում է։ Ինքը շատ ծանր կտաներ։ Ինքը շատ ծանր կտաներ այս ամենը, ինչ տեղի է ունենում։ Ինքը կփորձեր չգիտեմ, համերաշխություն մտցնել։ Մեկ նախադասությամբ կարող եք նույնիսկ գրել Գևորգ Վարդանյանի։ Հայերեն ասել։